եթե այլ հարցեր դիտարկումներ չկան, ես արդից օգտվելով ուզում եմ մի թյուրընկալման կամ ապատեղեկատվության վրա ձեր ուշադրությունը հրավիրել, վերջերս մենք սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություն ենք կատարել, որտեղ հստակեցրել էինք անօթևան եզրույթը եւ չգիտեմ ինչու հանրության մոտ թյուր պատկերացում է ստեղծվել, որ այդ փոփոխությամբ մենք նախատեսում ենք, որովհետեւ այնտեղ խոսում է նաեւ վարձակալության հիմունքներով ապրող անձանց մասին, որ մենք այդ փոփոխությամբ վարձակալությամբ ապրող ընտանիքներին առաջարկում ենք պետական աջակցության բնակարաններ։ Ես ուղղակի սա, որովհետեւ ավելի լայն լսան այստեղ ներկա, ես ուզում եմ ուղղակի տեղեկացնել, որ դա օրենքի ոչ ճիշտ մեկնաբանման արդյունքում է, որ նման ապատեղեկատվություն կա, այդ նախագիծը բոլորովին այլ բանի մասին է եւ հետեւաբար վարձով ապրող ընտանիքների համար ցավոք այս պահին նախարարությունը որևէ բնակապահովման ծրագիր չի առաջարկում։ Կոնկրետ այդ ձևակերպմամբ այո, բայց նախարարությունը ունի բնակապահովման որոշակի ծրագրեր եւ դրանք շատանալու են, որոնք եթե քաղաքացին համապատասխանում են, կարող են օգտվել։ Օրինակ երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագիրը, որի շահառու արդեն 15000 հոգի եղել է, 16 միլիոնների ծրագիրը շուտով մենք բազմազավակ ընտանիքների ծրագիր ենք ունենալու, որ 6 եւ ավելի քաղաքացիների, ովքեր 6 եւ ավելի անչափահաս երեխա ունենք, էլի սերտիֆիկատային հիմքով տներ ենք տալու սոցիալական բնակարանաշինական ծրագիրը, որը այս կամ այն քաղաքացուն եթե համապատասխանում է կարողանալու ենք տրամադրել, այսինքն մյուս ծրագրերը եկամտային հարկի վերադարձ, այսինքն պետությունը ունի բազմաթիվ երիտասարդ ընտանիքների բնակապահ շատ ծրագրեր կան, որից շատ քաղաքացիներ կարող են բայց միևնույն է դրա համար պետք է կամ համապատասխանել կամ աշխատել, աշխատանք ունենալ ու այդ աջակցության հետ մեկտեղ կարողանալ բնակարանային հարցը լուծել, բայց շնորհակալ եմ այդ բարձրաբանման համար, որպեսզի այդպես թյուրընկալումներ չլինեն։ Շնորհակալ եմ հարգելի